Ադրբեջանն ավելի է բորբոքում ռուսների հետ կոնֆլիկտը։ Բաքուն պնդում է, թե հունիսի 27-ին Եկատերինբուրգում ռուսական ռեյդի ժամանակ սպանված իր 2 քաղաքացիներին ռուսական սպեցնազը խոշտանգել է ծառայողական մեքենայում ու առանձնակի դաժանությամբ կանխամտածված սպանել։ Ադրբեջանը քրեական գործ է հարուցել ռուս իրավապահների նկատմամբ։ Կրեմլի խոսնակը համոզված է, որ իրենց այդ օպերացիայից հետո գերեմոցիոնալ որոշում է կայացրել Բաքուն ռուս լրագրողներին ձերբակալելով։ Պեսկովը կարծում է, որ ամեն բան հնարավոր է հարթել, եթե Մոսկվա-Բաքու ուղիղ հաղորդակցություն լինի։ Երկուշաբթի Դաշնության նախագահի խոսնակը չէր բացառել, որ Պուտինն ու Ալիևը խոսեն հեռախոսով։ Мы, конечно, внимательно относимся к этой информации. Մենք իհարկե շատ ուշադիր հետևում ենք մեր լրագրողների ձերբակալությանը, հույս ունենք, որ մոտ ժամանակներս Ադրբեջանի հետ ուղիղ երկխոսության միջոցով կկարողանանք նրանց ազատ արձակել։ Խոսքը հենց լրագրողների մասին է։ Именно о журналистах. Նրանց հասցեագրված մեղադրանքները չեն համապատասխանում սահմանված նորմերին եւ ռուս-ադրբեջանական հարաբերությունների ոգուն։ Не соответствует. Մենք կարծում ենք, որ սա շատ էմոցիոնալ ռեակցիա է։ Այն կփոխվի ուղիղ հաղորդակցության միջոցով, երբ բոլոր հարցերի պատասխանները տրվեն։ Բաքվում Սպուտնիկ Ադրբեջանի գրասենյակը խուզարկելուց եւ 7 աշխատակցի բերման ենթարկելուց հետո ադրբեջանցի հատուկ ջոկատայինները մտել են նաեւ Բաքվում գործող Ռապտլի գործակալություն։ Բերման ենթարկել խմբագիրներից մեկին, որը ռուսական լրատվամիջոցների տեղեկություններով որոշ ժամանակով էր Ադրբեջանում։ Բաքուն վստահեցնում է, թե նրանք իբր Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության աշխատակիցներ են, որոնք լրտեսություն են արել Ռուսաստանի համար։ Այս ֆոնին այսօր Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը կանչվել է արտգործնախարարություն Բաքվի գործողությունների եւ ռուս լրագրողների անօրինական կալանքի հարցով։ Նրան բանավոր բողոքի նոտա են հղել։ Ռուսաստանը դեռ փորձում է մեսիջ ուղարկել Ադրբեջանին, որ դու հետ կային։ Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը համոզված է, Ռուսաստանի հետ կոնֆլիկտը թեժացնում է Ադրբեջանը նաեւ Թուրքիայի դրդմամբ։ Քաղաքագետը նկատում է, ինչպես Արևմուտքը փորձում էր Իրանում ապրող ազերիների միջոցով ներքաղաքական լարումներ հրահրել մեր հարևան երկրում, այնպես էլ հիմա ուզում է ռուսաստանաբնակ ադրբեջանցիների միջոցով Դաշնությունում շոշափել հասարակական դրամատրություններն ու բորբոքել իրավիճակը։ Իրանք ոչ թե հույսը դրել են, որ Ադրբեջանը երկրորդ ճակատ բացի Ռուսաստանի դեմ, այլ Ադրբեջանը փորձի ադրբեջանցիների միջոցով Ռուսաստանում, բուն Ռուսաստանում որոշակի պրոցեսներ տանի արդեն ռուսական պետական համակարգի ներսում։ Դա գիտակցելով ըստ քաղաքագետի Դաշնությունը փորձում իր երկրում միլիարդավոր դոլարների եկամուտ ունեցող ադրբեջանցիների շուկաները վերցնել ձեռքներից, քանի որ փաստեր կան, որ Ռուսաստանից Ադրբեջան հոսող այդ փողերը Ալիևը որպես օգնություն տալիս է Ուկրաինային արևմուտքի աչքը մտնելու համար։ Այստեղ արդեն ռուսական քաղաքական դաշտում եւ հանրային դաշտում հետեւել հարցադրումն եղավ։ Ռուսաստանում ադրբեջանական համայնքը միլիարդավոր դոլարներ է աշխատում, որից մի զգալի մասը ուղարկում է Ադրբեջան եւ Ադրբեջանը այդ դոլարները տանում է Ուկրաինա որպես օգնություն։ Դուք գիտեք, որ Ռուսաստանում ակտիվորեն պայքարում են այն բլոգերների, քաղաքական, տնտեսական գործիչների դեմ, ովքեր որ ուղղակի Ուկրաինային օգնություն են տանում։ Բոզոյանը կարծում է Ադրբեջանին զսպելու համար էր Ռուսաստանը փորփրել ու դուրս հանել ավելի քան 20 տարի առաջ եղած մի առևտրականի սպանության գործ։ 4 օր առաջ իր հատուկ ջոկատայիններին ուղարկել ավելի քան 50 ադրբեջանցու տուն խուզարկելու, ձերբակալել 7 մարդու։ Այդ գործողության ժամանակ էր 2 ադրբեջանցի սպանվել։ Սաֆարով եղբայրների մարմինները Ադրբեջանը պահանջել է Ռուսաստանից դատաբժշկական փորձաքննություն անելու եւ իր երկրում նրանց հավուր պատշաճի ուղարկավորելու համար։ Գանը Մովսիսյան, Նորայ Շարբաթյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։